գլխավոր խնդիրը պետք է լինի ոչ թե ուժեղ Երևանը, այլ կոնսոլիդացիան ապահովելը, համերաշխությունը քաղաքական դաշտում, հասարակության մեջ, այդ համերաշխությունը բերելը։ Իրանք ունեն այդ պոտենցիալը եւ իրանք կարող են դրա մեջ մտնել, որովհետեւ իրանք հենց դրանով են եկել։ Երբ որ եկեղեցու հետ կապված, վեհապարի հետ կապված խնդիր առաջացավ, իրանք միջոցով առաջացավ, չէ՞։ Իրանք այսինքն գլխավոր գաղափարը պետք է անեն հասարակության կոնսոլիդացիան եւ քաղաքական ուժերի կոնսոլիդացիան։ Հետևաբար իրանք այդ հնարավորությունն ունեն եւ կարող են այդ մասում խոսել եւ այդ ուղղությամբ աշխատանքները տանել։ Մնացած բոլոր խոսակցությունները դրանք հերթապահ խոսակցություններ են, որոնք վերաբերում են տնտեսությանը, բան եւ այլ եւ այլ։ Մեր ժողովրդին առաջերտին պետք է անվտանգությունը ապահովված լինի եւ ներազգային համերաշխությունը։ Ողջունելի է, որ ուժեղ Հայաստանը իր ծրագրերի մեջ խոսում է համերաշխության մասին, ներազգային համերաշխության մասին։ Բոլորին դեմ այդ ձևով չեն մտնում քաղաքական դաշտ։ Եթե ուզում եք ուղղակի հումորային բանի վերածեք, այտենց պրոֆեսիոնալ հումորիստներ էլ կան քաղաքական դաշտում, որոնք մասնակցում են, բայց մեր ժողովուրդը լուրջ ժողովուրդ է եւ լուրջ պահերին լուրջ ընտրություն է անում։